Ալիևի ելույթը ՄԱԿ-ի գլխավոր ամբիոնից ինչի մասին էր, իր հաղթարշավն էր, դա իր հաղթանակների մասին էր, նորից մեզ ներկայացում էր կապիտուլյացիայի ենթարկված օկուպանտ եւ այլն, բայց այնուամենայնիվ ռազմական ճանապարհով հարցը լուծելու խոսույթը այլևս գոյություն չունի, այսինքն սրանք էլ երևույթներ են, որ պետք է մենք նկատենք։ Ես կարծում եմ, որ ընդդիմության պարագայում նաև կան այլ վտանգավոր, ուրեմն խոսույթներ, որոնք մի կողմից թվացյալ օգնում են մեզ դիմադրելուն, բայց մյուս կողմից իրենք մեզ թուլացնում են։ Խոսքը նրա մասին է, այո, որ արցախահայերը կարող են վերադառնալ օրինակ, Արցախ։ Սա բացարձակ իրականությանը չի համապատասխանում, որովհետև դրա համար չկան նախադրյալներ, եւ երբ մենք գեներացնում ենք այս խորսույթը, մենք սինհույսեր ենք նախ սերմանում Արցախահայերի շրջանում, մեկ, երկրորդը մենք սրանով նաև հնարավորություն ենք տալիս Ադրբեջանին, որպեսզի նա էլ իր հռետորաբանությունը ավելի սասկացնի։ Ես կարծում եմ, որ նույնիսկ եթե ինչ որ պահ պիտի գա, որ արցախահայերը կարողանան վերադառնալ տուն, դա կարող է լինել միայն մի դեպքում, եթե խաղաղության օրակարգը կապիտալիզացվի։